կա կրթության պակաս, ուրեմն կա բարեկրթության պակաս, ուրեմն կա ինչ բաների պակաս եւ չի կարելի դա կողքից նայել ու քննադատել։ Կարծում եմ մենք բոլորս դրան մասնակից ենք այս կամ այն կերպ։ Այդ պատճառով է դա առաջի դեմքով Եվ սյուժեն կերպարը Պապլավոկ սրճարանում այդպես հայհոյում է բոլորին գիտնականներին աշխարհիկ, այդպես ճիշտ եմ ասում, զուգարանում էլ մեկին սպանում է։ Ուղղակի զուգարանում է կամ իրականության հետ։ Այդ դեպքը շատ ցնցող դեպք էր, դրա մասին շատ խոսվեց։ Եվրոպայում շատ խոսվեց, թերթերում գրեցին դրա մասին, մարդիկ գրեցին։ Ես անընդհատ լսում եմ, միշտ կա ինչ-որ մեղադրող կողմ, որ ասում են, այս ինչ բանը վատ է, անշուշտ իհարկե իր հայրենիքում մարդը չպետք է մեռնի, չպետք է մարդը մեռնի, սպանվի, եւ այդպես խոսվեց, անցավ, բայց ու այդտեղից անընդհատ մտորել եմ, էլի ինչու դա պատահեց։ Եվ փաստորեն պատվածքը առիթ է այդ անդրադառնալու։ Այո, բայց սկզբից գալիս է բարկությունը, հետո գալիս է խոհը, մտորումը, եւ հետո իսկապես տեսնում ես, որ չի կարելի պատասխանատվությունը գցել միայն ես սկզբից պատասխանատվությունը գցեցի մարդասպանի վրա, հետո սկսեցի հարցեր տալ ինչու էր գռեհիկ մյուսը, որովհետև հարբած էր եւ սրճարանի նստածները, շատ սրճարանի նստածները, ասենց սկսեցի մեղադրել, օղակը մեծացնել, հետո էլ վերջում ասի իսկ ուր էիր դու։ Ես, այսինքն դրա համար որոշեցի գրել իմ անունից, ես ինձ համարեցի մեղսակից դրան։ Վահե, արևմուտքի մասին, Եվրոպայի մասին հիմա այդպես գուցե գիտես երկակի վերաբերմունք կա Հայաստանում։ Մի կողմից ոմանք անընդհատ իբրև փաստարկ, վերջին փաստարկ վկայակոչում են արևմուտք արևմտյան արժեքները, կարծես սեփական չափանիշներ չկան։ Մյուս կողմից էլ, ասենք ես ինքս տեսել եմ, եթե երթուղայինում նստելու տեղ չկա, ասենք մի հատ բիձա ասում է Եվրոպա եք ուզում մտնել, Եվրոպա եք ասում է սա, եւ սա էլ բացարձակ ժխտումն է։ Գուցե դու հնարավորություն տաս մեզ այդպես մի քիչ կողմնորոշվելու իրականում ինչ է նշանակում արևմուտք, այսպիսի օրինակներով, ասենք ազատ խոսքը ինչ է, լրագրությունը ինչ է, մեզ մոտ եթե ասենք լրագրողին մեղադրեն, ասեն ծախու լրագրող է, այդպես սուտ փաստ է հրապարակում, հիմնականում փաստարկ բերում են, ասում են արևմուտքում էլ այդպես լրիվ անկախ մամուլ չկա, այնտեղ էլ փողից է կախված, ինչպես է իրականում։ Դե անկախ մամուլ իսկապես որպես այդպեսին չկա, կամ կախված են քաղաքական ուժերից, կամ կախված են դրամից, ասենք կարճ, այսինքն բիզնեսը, մամուլը, բայց ստել չեն կարող, որովհետև բազմաթիվ… Եթե փոխտվողը սուտապատվիրում… Կարող է փոխտվողը սուտ պատվիրի, բայց կարող եմ լրագրողը կասի, որ դու ինձ զրկում ես ապագայում հացից, այդպիսի մի դեպք եղավ Շվեդիայում, ինչ-որ մեկին առլեին, որ պետք է գովար պրեմիեր մինիստրին, չգիտեմ ինչ-որ, հիշում եմ, մանրամասներ հիմա չեմ հիշում, բայց ինչ-որ բան ստեց, բայց ես հիշում եմ, որ ամեն կիրակի լրագրողները հավաքվում են Ստոկհոլմի պրես կլուբում, այնտեղ ունեն ճաշարան, ռեստորան, կաֆեներ, այսինքն եթե լրագրողը չեկավ այնտեղ, ուրեմն դա ստից լրագրող է, այսինքն հավաքվում են բոլոր լրագրողները եւ պարզապես մարդիկ կան, որոնք գալիս են, հետաքրքիր է իրենց լրագրողների բանավեճերը։ Այդպիսի մի լրագրողը, եթե հայտնվեց այնտեղ, բույ են անում, իսկ գոռում են էլի վրան, այսինքն այդպես մի լրագրողը գալիս է, կան նաեւ հակառակ կողմը, որոնք էլի դրամից են կախված եւ խիստ շահագրգռված են, որ մյուս թերթը անհետանա, թերթ չվաճառի, այդ դեպքում իրենց է կվաճառեն, այսինքն վարկաբեկում են անմիջապես ստախոսին։ Այսինքն մրցակցությունը շատ օգտակար է։ Հասարակությունն է հետևում դրան։ Միայն հասարակական կարծիքը դեր ունի, որտեղ եթե հասարակությունը չլինի, ով ինչ սուտ ասես կգրի։ Բայց հասարակությունը պախարակում է ամենուր, լրագրողը… Թերթը չի առնում, ասենք, հա։ Թերթը չառնել է, բացի դրանից սուլել է, պախարակել է, այսինքն լրագրողին պարզապես ամոթանք կտան ամենուր եւ այդ մարդը կկորցնի իր աշխատանքը ու շատ դժվար է ստել այսպես կոչված։ Հա, այսինքն եթե շատ դրամ պետք է տաս այդ լրագրողին, եւ մինչեւ կյանքի վերջ թոշակի գնալ է, որպեսզի ստի։ Եվ այդպիսի դեպք եղավ, եւ դա բացահայտեցին, հետո խոսեցին անց թվերի մասին, որ շատ մեծ կաշառք է վերցրել, մարդիկ ասին, հա, մինչև կյանքի վերջ իրեն ապահովեց, բայց այդ մարդը կորավ, որպես լրագրող կորավ, գուցե կդառնա բիզնեսմեն կամ չգիտեմ ինչ։ Իսկ հեռուստատեսության մասին… Հեռուստատեսությունը
հա, նույնը Իսկ որ գնացիք այստեղ երևի չգիտեմ մի երկու ալիք կար երևի, հիմա շատ ալիքները շատ են։ Ալիքները շատ են։ Եվ իդեպ ալիքների շատանալով խոսքի ազատությունը բավականին առաջ է գնացել։ Այս այն ինչ որ այսօր համեմատելի չէ։ Իրականում համեմատելի չէ։ Հիմա Հայաստանն էլ է երկբևեռ։ Այսինքն կամ պիտի կառավարությանը սիրես, կամ անդիմությանը, իսկ ես կարծում եմ, որ թերություններ կան եւ այնտեղ, շատ նման իրար թերություններ։ Ես կարծում եմ, որ երկու կողմն էլ գալիս են նույն արմատներից։ Երբ նայում ես ծրագրին, թե այսինքն արտահայտած մտքերին, թե ինչու պիտի նրանք փոխվեն, ինչու պիտի նրանք գան, բացարձակ համոզիչ չի, որովհետև վենդետա եմ տեսնում իրականում։ Կարիամ վրեժ։ Այո, վրեժ եմ տեսնում, իսկ այդ վրեժը մեր գործը չի, եթե ինչ որ մարդիկ իրար հետ հարցեր ունեն լուծելու, իրար հետ թող լուծեն, բայց մենք ինչ անենք։ Մենք դեր կանգնենք մեր երկրին եւ առաջացնենք մի կառավարություն, որը ինքներս ենք ընտրում։ Ոչ թե ինչ որ տղեկ գալիս են, ասում են եկեք գնանք նրանց գցենք, հետո մենք ելնենք ձեր գլխի տերերն ու թակավորները։ Մենք այդ թակավորը լնելու տերը լնելուն ենք դեմ։ Ոչ թե որ ինչ որ տիրոջ տեղ մի ուրիշ տեր ունենանք, ես տեր ունենալուն եմ դեմ ընդհանրապես։ Մենք մի տեր ունենք, եթե հավատացյալներ ենք, եթե հավատացյալներ չենք, էլի մի տեր ունենք, մենք ենք։ Իսկ դու հավատացյալ ես։ Դա պրիվատ հարց է, ես այդ հարցը։ Դա պրիվատ հարց է։ Չես պատասխան։ Իսկ քան որ հավատի մասին խոսք եղավ, վերջին շրջանում քարոզիչ չեմ, էլի։ Հայաստանում վերջին շրջանում Եհովայի վկաների գրանցումը այդպես շատ բուրըն արձագանք առաջացրեց, հիմնականում դեմ, համատարած դեմ կարելի ասել, փոքրիկ արձագանքները չհաշված։ Ես կարծում եմ Եհովայի վկաներից վախենում է նա, ով վախենում է, որ ինքը կարող է դառնալ Եհովայի վկա։ Այսինքն վստահ է։ Հա, երևի իր դավանանքի կամ հավատքի կամ չգիտեմ ինչի վրա վստահ չէ, կամ գուցե կասկածում է հայ առաքելական եկեղեցու հզորությանն ու ուժին եւ քարոզին։ Այսինքն կարծում եմ, որ Եհովայի վկաները ավելի գուցե խելացի են, ավելի ուժեղ են, կարող են ավելի շատ տարածվել։ Դա փող կարողա տան։ Փողով է ծախվում հավատքը, այսինքն։ Դա ասում ենք հնարավոր է, որ այդպես սոցիալական շերտերում հնարավոր լինի կամ օգտվելով ոմանց վատ վիճակից։ Ուրեմն զբաղվենք ոմանց վատ վիճակով, ոչ թե արմատները պետք է։ Իսկ Եվրոպայում ինչպես է նման արգելքներ։ Արգելքներ Եհովայի վկաները չունեն ու առանձնապես կան, ամենուր կան, բայց ավելի քան այդքան չեմ կարծում որ։ Այսինքն ես դա խնդրեմ որպես չեմ տեսել։ Գուցե էլի ամրցակցությունը գործում։ Չի բացառվում, որովհետև այնտեղ ինչի վկա ասես կա էլի եւ հիմնականում չգիտեմ։ Ինձ հետաքրքիր չի եղել, այսինքն դա ինձ չի անհանգստացրել երբևէ։ Եթե մեկը տուժեր քաղաքական եւ քաղաքացիական կողմնորոշումն ինչպիսին է։ Եթե ինչ որ մեկը դրանից տուժում է իսկապես, այսինքն եթե կան փաստեր, որ նրանք վատ բաներ են անում, կամ ասենք նրանց քարոզից դա ինչ որ մարդկանց հոգեվոր վիճակի վրա է ազդում եւ այլն, դրանով պետք է հավանաբար զբաղվեն համապատասխան մարմինները, բժիշկներ, հոգեբաններ, չգիտեմ։ Եվրոպայում նման դեպքեր եղել են։ Չէ, չեմ հիշում, որ նման դեպքեր լինի։ Ես միակ դեպքը, որ հիշում եմ, որ արգելեցին, դա Scientologist-ների եկեղեցին էր, որ Գերմանիայում արգելվեց, նրանք մի քանի տարի արգելված էին այնտեղ։ Ինչ էին արել։ Այդ Scientologist-ներ էին, նրանք գտան, որ նրանց գաղափարախոսությունը վնասակար է մարդու հոգեկան վիճակի վրա ու չգիտեմ ինչ որ էսպիսի եւ բացի դրանից կազմակերպված, եթե չեմ սխալվում, չստեմ, ասում էին, որ նրանք մարդկանց կազմակերպված ազգային շահեր ինչ որ էսենց բաներ էին անում, ասում մարդու իրավունքների ոտնահարման բան կար մեջ։ Հա, ինչ որ այդ նման մի բան, այսինքն որ նրանք են ոտնահարում մարդու իրավունքները իրականում ու արգելեցին, բայց դա տևեց մի քանի տարի, ինչ որ դատերով բաներով նրանք հաղթեցին ու հիմա նորից վերադարձել են կարծես Գերմանիա, բայց այդ հարցը այդպես սուրճ չի Եվրոպայում դրած։ Վահե, գիտես, կուզենայի հարցնել մի բառակապակցության մասին, որ ինձ համար էլ դժվար կողմնորոշվելի է, ազգային մենթալիտետ։ Կոնկրետ իմ ազգուտակը մեր Գերդաստանը սփռված է աշխարհով մեկ, ընդ որում ոչ թե Հայաստանից են գնացել, այլ ծնվել են տարբեր երկրներում, տարբեր մշակութային միջավայրերում։ Եթե ես ուզենամ կողմնորոշվել որն ազգային մենթալիտետը, կխճճվեմ, որտեղ շատ տարբեր են իմ հարազատները։ Յուրաքանչյուրը այդ ում հետ որ ապրում է, որ երկրում որ ապրում է, պես նմանվել է այդ ազգին, այդ պետության կարգուսարքը, այդ համակարգի իր դրոշմը թողել է։ Եվ իրանք այդպես կարող են ներկայացնել ծայրահեղ հակառակ բևեռներ մեր պատկերացման մեջ։ Ազգային մենթալիտետը ձեր ասենք երեխաներ ունես, 3 որդիներ
որոնք համարյա այդպես այնտեղ են կրթվել, չէ՞, մեկը նույնիսկ այնտեղ է ծնվել։ Այդպիսի բախում չեք ունեցել